Այսօր կխոսենք վեդի աղմկահարույց դեպքի մասին, որտեղ անչափահաս քույրերը ամիսներ շարունակ ենթարկվել են սեռական բռնության։ Իրապահները պնդում են, որ սա օպերատիվ բացահայտում է, մինչդեռ մարզի դատախազն ու ոստիկանապետերը արդեն հեռացվել են աշխատանքից։ Ինչու էր համակարգը լռում փետրվարից մինչև մայիս եւ ինչու էին բռնարարները վկայի կարգավիճակում չնայած ծանրագույն մեղադրանքներին։ Այս եւ այլ հարցերի պատասխանները կփորձենք ստանալ տուժողների շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանից։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Տիկին Էլբակյան, մինչ բուն իրավական մանրամասներին անցնել, ուզում եմ սկսենք ամենակարևորից, նախ ինչ վիճակում են երեխաները եւ արդյոք պետությունը այսօր նրանց համար ապահով պայմաններ է ստեղծել։ Կարող եմ ասել, որ երեխաները մեզ հետ շփվելուց հետո որոշակիորեն շատ չնչին երեխաների մոտ արդեն նկատվում է հոգեբանական փոքրինչ կայուն վիճակ։ Իհարկե մի քանի օրից արդեն երեխաների հետ կաշխատեն նաև պրոֆեսիոնալ հոգեբանները, ովքեր մեր միջոցներով են ներգրավելու այս հարցին, քանի որ այդ օգնությունը նրանք այս ամբողջ ժամանակահատվածում չեն ստացել պետության կողմից։ Ինչ վերաբերվում է երեխաների անվտանգությանը, ապա կարող եմ ասել, որ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել երեխաների անվտանգությունը ապահովելու համար, թե նախորդ ժամանակահատվածում փետրվարի 12-ից սկսած, թե այս ժամանակահատվածում երեխաները ուղղակի չեն բնակվում իրենց տանը, այլ գտնվում են իրենց հարազատների տանը։ Որպես պաշտպան, ինչպես կբնորոշեք քննչական կոմիտեի նախագահի այն պնդումը, թե հանրային աղմուկը վնասել է երեխայի լավագույն շահին, սա այն դեպքում, երբ իրավապահները տևական ժամանակ ամիսներ շարունակ իմացել են, որ նման դեպք է տեղի ունեցել եւ երեխաները այս ընթացքում պարբերաբար շարունակվել են շահագործվել կամ բռնության ենթարկվել։ Ստացվում է ավելի լավ է չխոսել, հանրությունը չխոսի այս դեպքի մասին, մարդիկ չխոսեն, չիմանան, թե Դե եթե հետևեմ քննչական կոմիտեի նախագահի երեկվա հայտարարության տրամաբանությանը, ապա ստացվում է, որ ավելի ճիշտ կլիներ, որ չխոսեն եւ այդ աղմուկը չբարձրանար։ Հիմա ես հակառակ հարցը հնչեցնեմ, ինչով աղմուկը վնասեց, ինչպես որ նշում է քննչական կոմիտեի նախագահան։ Աղմուկը չվնասեց։ Աղմուկը օգնեց, որպիսի երկու սրբապիղծները այսօր արդեն ունենան մեղադրյալի կարգավիճակ։ Մի կարգավիճակ, որը նրանք չունեին փետրվար ամսից սկսած։ Եվ հանգիստ շրջում էին վեդի փողոցներով եւ ելումուտ ունեին նույնիսկ այսպես ասած զոհերի բնակարան։ Տեսեք, պետությունը, իրավապահ մարմինները ոչ միայն պետք է բացահայտեն հանցագործությունները, այլ նաեւ կանխարգելեն հանցագործությունները։ Փետրվարից հետո երեխաները շարունակել են ենթարկվել սեռական բռնության պարբերաբար։ Ընդ որում փետրվարին, երբ որ ահազանգը եղել է, միայն մեկ աղջիկն է դեռևս սեռական բռնության ենթարկված եղել։ Եվ նրանց գործողությունների չակերտավոր հետևանքով հնարավոր էր կանխել իհարկե 17 տարեկանը չէր ենթարկվի այդ սեռական բռնությանը, իսկ 15 տարեկանի մասով էլ չէր շարունակվի։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ սա իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքն է, սակայն արդեն ունենք 5 բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություն, մարզի դատախազը, քննչականի մարզային եւ քաղաքային պետերը, ոստիկանության պետերը։ Եթե սա հաջողված բացահայտում էր, ինչու է ամբողջ մարզային վերնախավը, այսպես ասած, պատժվում։ Սա արդյոք կոծման փաստի պաշտոնական խոստովանությունը չէ։ Ես այստեղ թույլ տվեք, որ ձեզ հետ համաձայնեմ։ Ուրեմն ցերեկը ժամը չեմ կարող հիշել, հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այո այդ հայտարարությունը արեց։ Մինչ մենք պատրաստվում էինք հակառակ հայտարարությամբ հանդես գալ, արդեն իսկ եղավ այս պաշտոնանկությունները, որը ուղիղ ապացուցեց այն, ինչը որ պետք է ապացուցվեր։ Եվ կարող եմ պնդել, իրավապահ մարմինները չեն բացահայտել եւ նրանց օպերատիվ աշխատանքի արդյունքում չէ, որ այս դեպքը բացահայտվել է։ Դպրոցը պնդում է, դուք էլ նշեցիք, որ փետրվարի 12-ից այս դեպքի մասին ահազանգել են։ Կան տեսագրություններ, նույնիսկ ձայնագրությունների մասին է խոսք գնում։ Ինչպես է եղել, որ գործ չի հարուցվել, այսինքն ինչ առավելագույն ժամկետներ պետք գործ հարուցելու եւ այս գործին ընթացք տալու համար։
Տեսեք, մենք անընդհատ խոսում ենք, որ բոլոր օղակները եղել են, չեն գործել համենայն դեպս այն սահմաններում, ինչ սահմաններում պետք է գործեն եւ անգործություն են դրսեւորել։ Տվյալ պարագայում պետք է ասեմ, որ միակ օղակը, ով անգործություն չի դրսեւորել, դա երկու դպրոցներն են եղել։ Ընդ որում մի աղջիկը գնում է ավագ դպրոց, մյուս աղջիկը գնում է միջնակարգ դպրոց։ Դպրոցի տնօրենը, երբ որ հայտնաբերում է երեխայի վարքում որոշակի փոփոխություններ, վերցնում է հեռախոսը, ինչի մասին արդեն իսկ հրապարակվել է նրանց հարցազրույցը։ Երեխան դարձել է շատ ինքնամփոփ, երեխան ունեցել է ինքնազգացողության վատացում։ Ակտիվ է եղել, աշխուժ է եղել, երեխան 15 տարեկան երեխան, ում փորձում են այսօր ներկայացնել հոգեկան հիվանդ, կարծես թե հոգեկան հիվանդ են արդեն փորձում ներկայացնել, շատ նորմալ երեխա է եղել։ Որոշակի թեթև մտավոր հետամնացություն, եթե կա, դա էլ պետք է դեռևս փորձաքննությամբ պարզվի։ Ինքը իր կյանքում շատ աշխուժ երեխա է եղել, որի մասին ասում է նաև իր քույրը եւ իր հարազատները։ Դեպքերից հետո երեխան ինքնամփոփ եւ ես դա եմ տեսել, երեխան անընդհատ լացում է։ Երեխայի հետ պարզագույն շփում հնարավոր չէ։ 3-4 ժամ երեխան մեզ հետ անցկացնելուց հետո նոր կարողանում է մեզ հետ կոմունիկացվել, չլացել։ Այս ամենը տեսնելուց հետո դպրոցի տնօրենը հեռախոսը դասղեկի միջոցով վերցնում է եւ հեռախոսի մեջ տեսնում են շատ կասկածելի հաղորդագրություններ եւ երբ որ սկսում են ավելի աչալուր լինել, տեսնում են, որ այստեղ ինչ որ մի բան են չի, ինչի հիման վրա նրանք ոստիկանության աշխատակիցներին են հրավիրում եւ փետրվարի 12-ից քրեական վարույթ է նախաձեռնվում։ Դա պաշտոնապես հայտարարում են, որտեղ արդեն գործում դա առկա է։ Փետրվարի 12-ից մինչև մայիսի 5-ը որևէ վարույթային գործողություն, որը կարող էր կանխարգելել հաջորդող հանցագործությունները, չի կատարվում։ Տեսեք, գլխավոր դատախազը ընդունեց, որ այս դեպքի մասին իմացել է մամուլից։ Սա ինչ է ասում համակարգի մասին, որ դեպքը դուք ասացիք արդեն գործ է հարուցվել փետրվարի 12-ից, բայց փաստորեն մարզային համակարգի մեջ խցանվել է եւ վերևներին չի հասել։ Ինչու է այսպես։ Տեսեք, ասեմ, այնպես չի, որ ցանկացած գործ պետք է զեկուցվի գլխավոր դատախազին։ Սա ծանրագույն դեպքերից է ուղղակի մանկապարտության դեպք է եւ պետք է որ ենթադրում եմ, որ պետք է որ իմանալ։ Ես հենց դա էի ուզում ասել։ Սա սովորական շարքային հանցագործություն չէր, հանցատեսակ չէր, հանցագործություն չէր, որ կատարվել էր, չգիտեմ, մեկ անձի նկատմամբ։ Սա ծանրագույն հանցագործություն էր եւ ես շատ զարմացած եմ, որ մինչև մեր կողմից աղմուկ բարձրացնելը այն զեկուցված չի եղել փաստորեն գլխավոր դատախազին։ Եվ եթե մենք աղմուկը չբարձրացնենք, այս գործը այդպես էլ երևի ծածկադմփոց եղած կմնար ու տենց ինչ որ տարիներով կշարունակվեր։ Ինչ ասեմ, ես ամեն դեպքում շնորհակալ եմ գոնե գլխավոր դատախազին, որ հայտարարեց, որ ինքը տեղեկացված չի եղել։ Այո, անկեղծություն դրսևորեց, մի բան, որը մնացած պատկան մարմինները չարեցին։ Ըստ ձեր տեղեկությունների գործում ներգրավված են ոչ թե 2 տղամարդ, այլ նաև երրորդը կա։ Մի մարդ, որը բարերարի անվան տակ մտել է փաստորեն երեխաների տուն, սնունդ է տարել եւ այլն, շփվել է ուղղակիորեն երեխաների հետ եւ փետրվարից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում դեռ շարունակել է շփվել։ Ինչպես է տեղի ունեցել սա։ Ասեմ, որ հենց քրեական վարույթը հենց այդ բարերարի մասով է նախաձեռնված եղել փետրվարի 12-ին։ Ոչ թե այն 2 անձանց մասով, ովքեր 3 կալանավորվել են, այլ հենց բարերարի մասով է, որ հաղորդագրությունները դպրոցի տնօրենը տեսել է եւ տարօրինակ է համարել։ Հենց այդ մասով։ Իսկ բարերարի մասով դեռևս հայտնեմ, որ բարերարը վկայի կարգավիճակում է։ Այո, վկայի կարգավիճակում է բարերարը։ Իսկ բարերարի գործողությունների մասին անձամբ ինչպես է ստացվում, որ վկայի կարգավիճակում է։ Կարծում եմ դրա պատասխանը իրավապահ մարմինները պետք է տան։ Ես ձեզ ավելին ասեմ, մինչև մայիսի 6-ը այն 2 65 եւ 58-ամյա ծերունիներն էին վկայի կարգավիճակում։ Այդ որ այն աղմուկը, որը բարձրացվեց, որը որակվում է։ Եվ դա այն դեպքում, երբ իրավապահները արդեն գիտեին։ Իհարկե, ունենք 2 վարույթ նախաձեռնված փետրվարի 12 եւ ապրիլի 22։ Ըստ էության հորեղբայրը երեխաների տեսնելով անգործությունը իրավապահների կամ համակարգի ընդհանուր անգործությունը դիմել է ինքնադատաստանի ոստիկաններից մեկին, եթե չեմ սխալվում, դանակահարել է։ Այո։ Այո։
Տեսեք, ապրիլի 22-ին եղել է երկրորդ վարույթը։ Մինչև ապրիլի 26-ը որևէ վարույթային գործողություն չի կատարվել եւ տեսնելով, որ իր եղբոր երեխաները, ովքեր խոցելի խմբում գտնվող ընտանիք են, ասեմ ընտանիքը 7 հոգուց է բաղկացած, 7-ն էլ խոցելի են։ Տեսնելով, որ որևէ մեկը որևէ օգնություն, իրավապահ համակարգից որևէ օգնություն չկա, նա ինքն է դիմել այդ ձեր ասած ինքնադատաստանի եւ իհարկե հորեղբայրը ունի փաստաբան, պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիմա արդեն դարձավ մեղադրյալի հենց այս պահին կարծում եմ, որովհետեւ տեսեք երկու դեպք է տեղի ունենում հորեղբոր մասնակցությամբ։ Տեսեք իրավապահ համակարգի անգործության հետևանքով քանի դեպք տեղի ունեցավ։ Փետրվարի 12-ի անգործության հետևանքով 17 տարեկան երեխայի շարունակական սեռական շահագործում, հորեղբայր, ով ունի ընտանիք, անչափահաս երեխա, եւ եթե մեղադրյալն է, եթե չեմ սխալվում, թույն էր խմել, ինքնասպանություն էր փորձել գործել, կար այդպիսի բան։ Ասացին, հայտարարեցին, այո, այդ տվյալը կա, ուրեմն հորեղբայրը երբ որ ականջն է կտրել, դա արդեն պաշտոնապես հայտարարել են իրենք, տարել են հիվանդանոց, հաջորդ օրը հիվանդանոցից փախել էր 65 տարեկան Դավիթ Այնազյանի մասին է խոսքը։ Հետագայում, երբ որ մեծ հետ առերեսումը կատարվում է, երեխան 17 տարեկան պնդում է առերես, իհարկե առերեսման կարգը արդեն այս պարագայում փորձեցինք որոշակիորեն ապահովել, դա շատ ցավոտ թեմա է, որտեղ 15 տարեկանի մասով դա չի ապահովել, դա էլ մի այլ խայտառակություն է։ Ասեցին, որ հաջորդ օրը գնացել է ինչ-որ թույն է խմել եւ փորձել է ինքնասպանության փորձ է կատարել։ Իբրև վիճակն էլ այնքան է ծանր եղել, տեղափոխել էին Երևան։ Մինչև Երևան արդեն կհասնեին, որ տեսնեին որտեղ է ինչ է, այդ հիվանդանոցից էլ էր փախել։ Հիմա չգիտեմ, դե եթե վիճակը ծանր լիներ, դի չկարողանար փախնել, ամեն դեպքում ես որ տեսել եմ, շատ նորմալ վիճակում էր։ Ինչպես է պատահել, որ տևական ժամանակ փոքր համայնքում համատիրությունները, սոցաշխատողները որևէ կերպ չեն արձագանքել, հատկապես իմանալով, որ նման դեպք կա, առավել եւս դպրոցի ահազանգից հետո։ Տեսեք, ես հիմա չեմ կարող վստահաբար ասել իրենք տեղեկացված էին դպրոցի ահազանգից հետո համատիրությունը այս դեպքի մասին, իսկ կարող են տեղեկացված չլինել։ Իհարկե պետք է տեղեկացված լինեին, բայց խնդիրը շատ ավելի խորքային է։ Այս ընտանիքը սոցիալապես անապահով, խոցելի ընտանիք է։ Ընտանիքի բոլոր անդամները ունեն առողջական խնդիրներ։ Այս ընտանիքը արդեն իսկ վաղուց պետք է նրանց մոտ հաշվառված լիներ եւ ստանային եւ հոգեբանական, ես չեմ ասում նյութական օգնություն, բայց մի բան էլ ասեմ, այս ընտանիքը փարոս է ստացել, հետ էլ ընտանիքի անդամներն ասեցին։ Հետագայում երկուսն էլ սան մաքրման աշխատանքներում են ներգրավված ընտանիքի ծնողները, երկուսի փարոսն են կտրել, այդ հարցնել էին մեր մոտ բարձրացրել ու պատկերացրել, ընդամենը այդքանով է եղել, բայց ձեզ մի ավելի զավեշ տալի բան ասեմ, երբ որ այս աղմուկը բարձրացավ, համայնքի, չգիտեմ, ամեն դեպքում այդպես են ներկայացել սոցիալ աշխատողներ, եկել էին օգնություն էին առաջարկում, բայց գիտեք ինչ օգնություն, հրաժարվեք ձեր փաստաբաններից, մենք ձեզ անվճար փաստաբաններ կտրամադրենք։ Դուք կկարողանաք ապահովել այդ փաստաբանների վարձատրությունը։ Դուք պատկերացնում եք իրենք ինչի մասին են խոսում։ Փաստորեն մեր պետությունում ամեն ինչը միայն փողով է որոշվում։ Մարդը այս զարհուրելի դեպքի վրա պետքա փող աշխատեր։ Քննչականը պաշտոնական հաղորդագրություն տարածեց եւ շեշտեց երեխաների մտավոր խնդիրների մասին։ Հրապարակեց ինտիմ մանրամասները ըստ էության։ Արդյոք սա չէր արվում տուժողների ցուցմունքները կասկածի տակ դնելու հիմքից ելնելով։ Տեսեք, նախ առաջինը իրենք իրավունք չունեին այդ ամենը հրապարակելու։ Եվ այսօր սենց բարձրակոչ խոսքերով ելույթ են ունենում, ասում են մարդու իրավունքների պաշտպանը, ով ընդամենը մի հատ սենց դատապարտող անատամ, հերթական անատամ հայտարարություն արեց մայիսի 5-ից, պատկերացնում եք մայիսի 5-ին նոր մեր կողմից աղմուկը բարձրացնելուց հետո ասում իրավունք չունեին հրապարակելու այնպիսի տվյալներ, որը կարող էր նույնացնել տուժողների հետ։ Հարգելիներս, իսկ ով է այդ տվյալները հրապարակել առաջի հերթին։ Երկրորդ հերթին, եթե խոսում են մտավոր հետամնացության մասին, ունեն փորձագետի եզրակացություն, հաստատվել է, որ երեխաները մտավոր հետամնացել են։ Այսինքն ես ենթադրում եմ, որ եթե երեխան կամ
մարդը մտավոր հետամնացություն ունի, նրա խոսքերը վստահություն չեն ներշնչում։ Սա է գլխավոր միտումը։ Տեսեք, ես հենց այդ հարցին էի ուզում անդրադառնալ։ Ուրեմն նրանք ավելի շատ հոգացության կարիք ունեն եւ մեր օրենսդրությունը, նախադեպային որոշումները հենց այդ մասով շատ հստակ ձևավորված է։ Նրանց ցուցմունքները չես կարող անարժանահավատ համարել։ Նրանց կողմից տրված ցուցմունքները այլ օբյեկտիվ տվյալների հետ համադրությամբ պետք է գնահատել։ Իսկ օբյեկտիվ տվյալները որոնք են։ Դա կարող են փորձաքննության եզրակացությունները լինել։ Արդյոք ժամանակահատվածը բավարար է այդ փորձաքննությունը անցկացնելու համար, ինչու եմ ես սա ընդգծում, որովհետև բիոնյութերը եւ հեռախոսների զննությունը եւ այլն, դա արդյոք հնարավոր է փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում մնան եւ կարողանան ճշգրիտ արդյունք ապահովել։ Տեսեք, փետրվարի վարույթով, փետրվարի 12-ի վարույթով ոչ խոզարկություն էր կատարվել, ոչ փորձաքննություններ էր նշանակվել։ Երեխային տարել էին փորձագետի մոտ, դա բժշկական ընդհանրապես փորձագետի մոտ, տղամարդ փորձագետը փորձել էր երեխային զննել։ Դա զավեշտ է, երեխան հրաժարվել։ Ամեն մեկը իր կաբինետում նստած է։ Համակարգում բարեփոխումներ են արվում, կանայք ներգրավում են համակարգում, ուր են կին մասնագետները։ Կան, մենք ունենք կին մասնագետներ, ամեն դեպքում ուղարկել են այդ փորձագետի մոտ, փորձագետն էլ փորձել է իր գործողությունները կատարել, փորձաքննությունները, բայց բնականաբար չի հաջողվել։ 15 տարեկան երեխուն քննիչը վերցնում է առանց օրինական ներկայացուցիչ, առանց փաստաբանի, առանց հոգեբանական արդեն այդ օգնությունը ցույց տալու տանում են դատական բժշկի մոտ, ասում են ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, հանվի աղջիկ ջան, մի հատ քեզ զննեն, դուք պատկերացնում եք մենք ուր ենք հասել, դուք պատկերացնում եք ես հիմա ինչ խոսույթով եմ խոսում, բայց խոսում եմ այնպես, ինչպես իրականությունն է եղել։ Շատ եմ ցավում, որ մենք արդեն հասել ենք այն մակարդակի, որ այս կենցաղային խոսույթով ես փորձում եմ մեր հասարակությանը ներկայացնել։ Եվ դրանից հետո հենց լուրեր են տարածում այդ երեխեքի մասով, բարոյականության մասով են տարածում, հղիության մասով են տարածում։ Անչափահաս երեխաներ են, ինչի մասին է խոսքը։ Չգիտեմ ինչի մասին է։ Մարդ պետք է, չգիտեմ, այս դեպքի մասին խոսելիս շատ դժվար է լինել հավասարակշիռ։ Իրոք շատ դժվար է լինել հավասարակշիռ։ Մենք կաշկանդված ենք բնականաբար։ Մենք չենք կարող ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք ավելի կխոցեն այս երեխեքին, բայց հավատացեք, ունենք այնպիսի տվյալներ, որոնք մեր համար զարուրելի են։ Ես կուզենայի, որ այդ տվյալներին ես չտիրապետեի։ Եթե չլիներ ձեր եւ լրագրողների հետեւողական աշխատանքը, ինչ եք կարծում, մեղադրյալները այսօր ճաղավանդակների հետևում կլինեին, թե վեդի փողոցներում կշրջեին։ Կարծում եմ, որ չէին լինի, իհարկե ճաղավանդակների հետևում, որտեղ դրա այս հայտարարությունը անելու համար ունեմ նախորդող իրավիճակի պատկերը։ Եթե բերում են վկայի կարգավիճակում հարուցված վարույթի շրջանակներում, բերում են վկայի կարգավիճակում հարցաքննում են, հետո էլ ասում են գնացեք, մենք դեռևս նոր ավարտեցինք գործողությունները վարույթային, պետք է այս ամեն ինչը ներկայացվի դատախազություն, նոր որոշում կայացվի։ Կներեք, հարգելիներս, մենք տեսել ենք դա անհետաձգելի վարույթային գործողությունը որն է, քննչական գործողությունը որն է, ինչի մասին է խոսքը։ Էս էլ չէր լինի, բայց ինչի փետրվարից մինչև մայիսի 5-ը ոչ մի բան չէր կատարվել։ Փետրվարի գործով տուժած 15 տարեկան երեխային տարել են, նստացրել են դեմ դիմաց, ոմն բարերարի հետ փորձել են առերեսում անել։ Ու ասում են երեխան չպնդեց ցուցմունք չտվեց։ Դուք պատկերացնում եք ինչի մասին ենք մենք խոսում։ Դա հատուկ կարգ է նախատեսում, առերեսումը հատուկ կարգ է նախատեսում նմանատիպ գործողությունների տուժածների եւ անչափահաս երեխաների հետ կապված։ Չեմ կարող չհարցնել։ Երեխաների մտավոր ունակությունների մասին երբ խոսում են, ուզում եմ հարցնել, բռնարարները մտավոր հետամնացություն ունեն։ Չեմ կարող ասել, դե ենթադրում եմ, որ մտավոր հետամնացություն չէ, բայց ինչ ասեմ, մարդկային կերպարանք չունեն իմ համար, իրենք մարդկային կերպարանք չունեցող մարդիկ են։ Դուք 65 եւ 58 տարեկան, 15 եւ 17 տարեկան։ Երրորդի մասին դեռ չեմ խոսում։ Երրորդը մի քիչ երիտասարդ է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար, հաջողություն եմ մաղթում այս գործում, հատկապես հետևողական կլինենք եւ ամբողջ հանրությունն է ինձ թվում է հետևողական գործի արդար քննության հարցում։ Մենք զրուցում էինք տուժողների շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ, ցտեսություն։